շատ ՔՊԱ-կանների եւ նաեւ Նիկոլ Փաշինյանի ես 34 տարուց ավել Դաշնակցության կուսակցության անդամ եմ եւ չեմ կարող ասել այլ կուսակցություններում ներկուսակցական ժողովրդավարությունը ինչպես է գործում։ Հիմա ճիշտ ասած չեմ թարմացրել տվյալների բազաս ովքեր են իրենց կուսակցության փոխնախագահները, բայց մինչև այս համաժողովի փոխնախագահները կարող է վերընտրվել են, դրա համար եմ ասում, չեմ թարմացրել բազան, առաջնահերթություններից մեջ դա չի մտնում։ Մեկը նախկին ՀԿ-ական էր, մեկը նախկին ԲՀԿ-ական էր։ Իրանց կուսակցությունում կան բազմաթիվ կուսակցափոխեր, միգուցե ինքը տենց համեմատել է։ Բայց կարող եմ ասել, որ Դաշնակցության ժողովները քննարկում են կուսակցության քաղաքականությունը, երկար եւ շահագրգիռ, որևէ մեկը ելույթ չի ունենում եւ ծափ չեն տալիս, չեն գոռում կեցե։ Լուրջ ժողով է, որը քննարկում է կուսակցության քաղաքականությունը, ընտրում է մարմին եւ հանձնարարում է իրականացնել կուսակցության ընդունած որոշումները։ Բացումը բաց է։ Լրատվամիջոցների համար նաեւ հրավիրում ենք այլ կուսակցությունների ներկայացուցիչներ։ Դրա վերաբերյալ ընդունված որոշումների վերաբերյալ ընդունվում է հայտարարություն եւ հասարակությունը պատշաճ կերպով դրա մասին տեղեկացնում է։ Իսկ եթե դուք անձամբ դուք չէ, եթե քաղաքական ուժ կա, որը որոշումները կայացնում է այլտեղ եւ համագումարը օգտագործում է զուտ շոուի, ծափողջունների, ծնկի գալու դերասանական բարձր վարպետությամբ եւ կեցե գոռալու համար որոշ քաղաքական ուժեր։ Իսկ ֆինանսավորման հետ կապված կուսակցությունը ֆինանսավորվում է օրենքով չարգելված միջոցներից, մասնավորապես անդամավճարներից։ Իսկ ընտրություններին որպեսզի չթույլատրեն մասնակցեք, բայց իմ հարցի պատասխանը չի տրվել։ Ներողություն, ես Հարցի շարունակություն Երմեն ավելի ընդհանրական ամեն ինչ արվում է կուսակցությունները վերահսկելի դարձնելու համար, իսկ ոչ իրենց համար ոչ ախորժելի կուսակցություններին, ումից վտանգ են տեսնում ընտրություններին թույլ չտալու համար, ինչպես դա արվեց 95 թվականի հուլիսին, եւ կուսակցությունները արգելելու համար։ Ֆակտոր խնդրում եմ կարճ։ Պարոն Խաչատրյան, ճիշտ են տեղեկությունները, որ Քոչարյանը Մոսկվայում Կիրիենկոին է հանդիպել եւ ընտրությունների հետ կապված քննարկում են ունեցել, նման տեղեկություն հրապարակն է հայտնում եւ